Բարև ձեզ հարազատներս, այսօր մի քիչ պատմական իմ պատմությունից կպատմեմ, իմ աճի մասին կպատմեմ, ինչպես եմ ես սկսել կատարել արգանդի հեշտոցային հեռացումները։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Արգանդը ես եմ իհարկե հեռացնում, դա մեր վիրահատությունների երևի մի մասն է կազմում, եթե ոչ ամենամեծը, ամբողջ աշխարհում է սա հաճախ կատարվող վիրահատություն համարվում, բայց ցուցումներ պետք է լինեն արգանդը հեռացնելու համար։ Արգանդը հեռացնում ենք 3 միջոցով։ Առաջին միջոցը դա հեշտոցից ենք արգանդը հեռացնում, այսինքն որովայնը չենք հատում, միայն հեշտոցից ենք հատում եւ արգանդը հեռացնում։ Կան երկրորդ տեսակը արգանդի հեռացման, դա որովայնահատման միջոցով, այսինքն որովայնն ենք հատում կամ հորիզոնական կամ ուղղահայաց, կապված ցուցումներից, կարող է քաղցկեղ լինի, պետք լինի ուղղահայաց վիրահատել, այդ որովայնը հատել, կարող է մեծ չափսերի արգանդ լինել, որ հորիզոնական կտրվածքից չկարողանանք արգանդը հեռացնել։ Մի խոսքով դա արդեն իր ցուցումներն ունի։ Երկրորդ տեսակը, ինչպես ասեցի, դա որովայնահատման միջոցով եւ երրորդ տեսակը դա լապարասկոպիկ միջոցով, այսինքն որովայնում 3-4 անցք ենք կատարում եւ այդ անցքերի միջոցով արգանդը հեռացնում։ Լապարասկոպիկ գործիքների միջոցով իհարկե։ Կան վիրահատություններ, որոնք կոմբինացնում են երկու մեթոդները, օրինակ հեշտոցային արգանդի հեռացումը լապարասկոպիկ օգնությամբ, որ վերևից եթե կպումներ կամ բան օգնենք հատել լապարասկոպիկ միջոցով։ Կա մի միջոց, որ լապարասկոպիան կատարում են հեշտոցից, այսինքն բոլոր այդ լապարասկոպիկ գործիքները մտցնում են հեշտոցից, որը դեռ ուսումնասիրությունների մեջ է այդ մեթոդը, ասեմ, որ իմ 21 տարի, երբ որ ես Մոսկվայում եմ աշխատում, այդ տարիներին երևի 10-ից ավել վիրահատություններ մտան, եթե ոչ ավել, գինեկոլոգիա եւ նույնպես դուրս եկան, անգամ ոչ բոլոր գինեկոլոգները հասցրեցին դրանք կիրառել, քանի որ բոլոր միջոցները կամ դիագնոստիկ, ախտորոշիչ կամ բուժիչ մեթոդները մենք երբ որ մտնում են բժշկություն, զուգահեռ կատարվում են հետազոտությունները, որ տեսնեն ինչքանով է դա օգտակար եւ անվնաս հիվանդի համար։ Եվ ըստ հետազոտությունների ցույց տվեցին, որ դրանք ավելի շատ վնաս են բերում, քան օգուտ եւ այդ վիրահատությունները հանեցին։ Օրինակ, շատ են կիրառում արհեստական ցանցեր տեղադրել այդ իջեցումների ժամանակ, հիմա դրանք մեծ մասը հանեցին, մնացել է անմիզապահության համար ցանց կիրառել։ Մի խոսքով հեշտոցային, արդեն ասեցի, 3 հիմնական միջոց կա արգանդը հեռացնելու, ամենամինիմալ տրավմատիկը հիվանդի համար, մինիմալ բարդությունների ռիսկ ունեցող վիրահատությունը դա հեշտոցից արգանդի հեռացումն է։ Ավելի քիչ են այդտեղ բարդությունները լինում, ավելի շուտ է հիվանդը ոտքի կանգնում եւ լավանում։ Դրա համար սա համարվում է հիմնական ոչ թե հիմնական մեթոդը, այլ պետք է լինի հիմնական մեթոդը արգանդի հեռացնելու։ Եթե առաջներում ասում էին, որ բժիշկը ինքն է որոշում, ըստ իր փորձի, ըստ իր ունակությունների, թե ինչ մեթոդ կիրառի, օրինակ մեծ մասամբ վիրաբույժները, գինեկոլոգները կիրառում են որովայնահատում, կան գինեկոլոգներ, որ այնքան են կատարել լապարասկոպիկ վիրահատություններ, որ իրենց համար ավելի հեշտ է լապարասկոպիկ արգանդը հեռացնել, բայց քանի որ արգանդի հեշտոցային հեռացումը մինիմալ ռիսկերն է պարունակում հիվանդի համար, ամբողջ աշխարհում հիմա տենդենց է գնում, որ ընտրությունը մեթոդի ոչ թե բժշկի ունակությունների վրա լինի, այլ հիվանդին առաջնահերթը հիվանդը լինի։ Դա չի նշանակում, որ անփորձ վիրաբույժը պիտի նստի արգանդը հեշտոցից հեռացնի, ոչ, դա նշանակում է, որ բժիշկները պիտի ձգտեն արգանդի հեշտոցային հեռացումը հորացման մեջ փորձառու լինել եւ արգանդը հեռացնելու առաջնային մեթոդը ընտրեն հեշտոցային հեռացում։ Եթե կան արդեն հակացություններ հեշտոցային հեռացման, նոր արդեն կատարեն որովայնահատում կամ լապարասկոպիկ վիրահատություն։ Իմ արգանդի, երբ որ ես սկսել եմ արգանդները հեռացնել հեշտոցից, դա մի մեծ պատմություն է եղել, որով կուզեմ ձեր հետ կիսվել։
Որ 2002 թվականին ընդունվել եմ Մոսկվայի Սնիվիրովի անվան կլինիկա, որտեղ արդեն լապարասկոպիան զարգացած էր։ Ոչ թե զարգանում էր, այլ զարգացած էր, քանի որ ունեին արդեն լավ լապարասկոպիստներ։ Զուգահեռ կար Բոտկինի հիվանդանոցը, որտեղ լապարասկոպիան դեռ նոր էր սկսում զարգանալ։ Ուրեմն արտինատուրայի ժամանակ արտինատուրան ղեկավար մեր գինեկոլոգյան Իշենկա Անատոլի Իվանովիչը ամենալավ գինեկոլոգներից, վիրահատող գինեկոլոգներից Մոսկվայի այդ տարիներին։ Զուգահեռ արտինատուրայի ժամանակ ես ասիստենտ եմ լինում իրեն կամ բաժնի վարիչի արտինատորն էի համարվում, նա էլ էր շատ լավ լապարասկոպիստ եւ բոլոր այս հեշտոցային վիրահատություններն էին անում։ Բայց այնպես էին կատարում, ուրեմն ոչ բոլոր բժիշկներն են ուսուցիչներ, դա էլ ասեմ, որովհետև բժիշկը կարող է վիրաբույժը շատ լավ վիրաբույժ լինել, բայց չկարողանա սովորեցնել։ Ու այդ հեշտոցային վիրահատությունները այնպես ոչ ակադեմիկ էին անում, նենց մի տեսակ արունալվիկ, ոնց տենց ասեմ, որ բան չէր հասկացվում այդ վիրահատություններից։ Ու ես իմ տարիներին առաջի 10 տարվա աշխատանքում ես համարում եմ, որ ես միայն լապարասկոպիկ վիրահատություններ ինձ լրիվ հերիք են եւ որովայնահատումներ։ Եվ ես որ հեշտոցային վիրահատություններ չանեմ, ոչ մի բան իմ կյանքում վատ չի լինի, այդքան ինձ հերիք է լապարասկոպիկն ու որովայնահատումները։ Ուրեմն 2 տարի ես այստեղ սովորում եմ, հետո գնում եմ Բոտկինի հիվանդանոց, որտեղ 2 տարվա մեջ այդ ասպիրանտուրաս ավարտում եմ, դրանից հետո 3 տարի ես դեռ գնում եմ Բոտկինի հիվանդանոց, այսինքն 5 տարի ես անցկացնում եմ Բոտկինի հիվանդանոցում, որտեղ արդեն ինձ լավ ճանաչում էին, վիրահատությունները թողում էին կատարեմ, ինչքան կար այդ բժշկիս վիրահատությունները բոլորը ես էի կատարում, միայն թե ես իր այդ համակարգչի այդ աշխատանքները բոլորը կատարեի։ Ու նորից ես մնացի առանց հեշտոցային վիրահատությունների, էլի միայն բաժնի վարիչներ ես հեշտոցային վիրահատությունները կատարում, շատ քիչ միայն բաժնի վարիչ չէր, հայ բժիշկեր ունեինք, Գագիկով Սեպովիչն էր կատարում, մի խոսքով բոլորին ովքեր լսում են ջերմ բարևներ, բայց ես համարում եմ, որ դա իմը չի։ Ես ուղղակի ասիստենտ էի կանգնում, օգնում եւ դրանով վերջանում։ Դրանից հետո ես աշխատում եմ, արդեն ընդունվում եմ աշխատանքի, նորից Իշենկա Անատոլի Իվանովիչի տեղափոխվում եմ ուրիշ կլինիկա, որտեղ լիչեբно-ռեաբիլիտացիոնный ցենտր, որ ես գնում եմ իր թմում աշխատում։ Ու համարում, որ ես լավ բժիշկ եմ։ Գալիս եմ մի պահ, որ դա ասեմ, որ ես անընդհատ կլինիկաներ փոխելուց եմ եղել Մոսկվայում, որ անընդհատ ինձ աճ էր պետք։ Այս մի բան անեմ, այս մի բանը կարողացա, պիտի մի բանը կարողանամ։ Եթե միտեղ կանգ էր լինում, արդեն ես իմ մոտ բաներ սկսում, դեպրեսիվ վիճակ, որ ես պիտի արդեն փոխեմ, գնամ ուրիշ կլինիկա ու որ աճեմ։ Գալիս է մի պահ, որ ես էլի դժգոհ եմ իմ աշխատանքից, դեռ չգիտեմ ինչ պիտի անեմ, բայց արդեն դուրս չի գալիս այն ինչ որ կա։ Ու այդ օրերին ինձ մի տղամարդ է զանգում, բարեցես Անապայից ենք, ռուսերեն, որ ուզում ենք ձեզ հրավիրել մեր կլինիկա աշխատել։ Դա ասեմ, որ իմ ռեզյումեն, իմ CV-ն անընդհատ ինտերնետում դրված էր, ժամանակ առ ժամանակ զանգեր գալիս էին, ու դե ես էլ իմ այն վիճակն է, որ 10 տարի եմ Մոսկվայում եմ, հա իմ ընկերուհին իմ նման մարդկանց ասում է քաղքենի, շատ ճիշտ է ասում, որ չի պատկերացնում, ոնց կարող է ռայոնում մարդ ապրի, բան, ես Մոսկվայում, բան։ Ու այդ մարդը որ զանգում է, որ կուզենք ձեզ հրավիրել Անապա աշխատել, ես ասում եմ, այ կներեք, չէ բան, դից մեջ թե ես ուր Անապա գնամ։ Ասում եմ, բայց մի հատ գնայեք, ձեզ ուղարկել ենք մեր կլինիկան, մի հատ էլեկտրոնային փոստը կբացեք նայեք։ Ասում եմ, լավ, հաջողություն ձեզ։ Ու երեկոյան փոստը ստուգելու բացում եմ ու հիանում այդ կլինիկան։ Ու տեսնում, որ ես այդտեղ աշխատած չկամ իմ կյանքի մեջ, պանսիոնատ է, 7 հարկանի պանսիոնատ է, ծովափին, 3 թե 4 հարկը հիմա մոռացել եմ արդեն վերածված է հիվանդանոցի, աշխարհի լավագույն ինստրումենտները տեղավորած, որ ասում են ատմովայնի ձայնիկ, չգիտեմ, այդ ինչ էր կատարվել այդ հիվանդանոցի հետ։ Մի խոսքով, այն որ լապարասկոպիկ ինստրումենտները, որ կարող ես մի անգամ օգտագործել եւ գցել, այդ հետսովետական տարածքում դրանք անընդհատ չնայած մի անգամ բա օգտագործելու են, բայց դրանք անընդհատ սիրիզացում են եւ օգտագործում, այդտեղ կարող ես օգտագործել ու գցել, այնքան շատ է ամեն ինչը։ Քանի որ այսպես կլինիկա տեսած չկայի կյանքիս մեջ Ռուսաստանում, Մոսկվայում, այդքան որ տեղեր էի փոխել աշխատանքի, ճամփրուկ գալիս եմ տուն, ճամփրուկս հավաքում,
Մեր ոնց ասում, որ ես գնացի անապար, ասում են, քանի օրով ես գնում, ասում են, գնում այնտեղ ապրելու։ Դե հայրը, վայ, վույ, ոնց կլինի, բար։ Ու գնում եմ իրոք։ Ու գնում եմ անապար, 9 ամիս այնտեղ, որ ասում եմ, դրախտային պայմաններում ապրում։ Ինձ տեղավորում են 7-րդ հարկ, այդ պանսիոնատը 7-րդ հարկ տեսարանը ծովն է։ Առավոտը ոնց ասում են, լվացվում ես իջնում ես աշխատանքի, Մոսկվայի 2 ժամ գնաս աշխատանքի, 2 ժամ հետ գաս դա չկա։ Միակ ես էի գինեկոլոգը, շատ լավ վիրաբույժ էին հրավիրելու, շատ լավ ուրոլոգ, տարբեր մասնագետներ կային, բայց ինձ այդ երկուսն հետաքրքիր իմ պրակտիկայում, ու աշխատում ենք, ու հիանալի, դե պայմանները շատ լավ, ղեկավարությունը շատ լավ, մի խոսքով, որ ասում եմ, չգիտեմ, դրախտային պայմաններ, առավոտը 6-ից 8 վեր եք գնում, քայլում եք, ծովափին, մարզվում, ինչ-որ շատ լավ ընկերություն, ամեն ինչ։ Հիվանդներն գալիս են տարբեր Ռուսաստանի տարբեր ծայրերից, գալիս են անապա հանգստանում, տեսնում այսպիսի կլինիկա կա, դե բոլորից վերևում գրած որ մենք Մոսկվայից եկել ենք, այս բոլորը գալիս են մեր մոտ ստուգվելու, վիրահատվելու, բայց 9 ամիս հետո ինչի ես արդեն դուրս եկա, քանի որ կլինիկան թանկ էր, մասնավոր կլինիկա էր, տեղի բնակչության համար թանկ էր այդ ամեն ինչը, քիչ մարդեր օգտվում, արդեն դե պետք է վերադարձա Մոսկվա, որ ինձ այդ քանակը պետք էր բոլոր դեպքերում։ Մի խոսքով, ինչ է տեղի ունենում, ինչպես եմ սկսում հեշտոցային վիրահատություններ անել, արդեն 10 տարի պրակտիկա ունենալուց հետո։ Գալիս է մի կին հեշտոցից արգանդը ամբողջությամբ դուրս եկած, մի փոքր արգանդ ամբողջությամբ արտանկում, դե պոլիպ ունի, պոլիպը հեռացրեցի, ասեցի 10 օր հետո պատասխանը կլինի ու ձեզ կարող են արդեն ձեզ մոտ տուրիստ է եկել է հանգստանալ, ձեզ մոտ արդեն արգանդը կհեռացնեն, բայց ես ձեզ մոտ եմ ուզում անպայման դուք հեռացնեք, իրենց սկսում են բացատրել, որտեղ ես որ հեռացնեմ, լապարասկոպիկ պիտի հեռացնեմ, բան, սա ավելի ձերքի տա արգանդ արդեն դրսում է, երկու կապաններ պիտի կտրեն հեռացնեմ, չէ, ես միայն ձեր մոտ ինչ ձև ուզում եք հեռացրեք իմ արգանդը։ 10 օր հետո ես կինը իրոք գալիս է, այս 10 օրվա ընթացքում ինձ անդադ գրում է, որ հեսա 10 օրից գալու է, ինչ անեմ, ես լապարաս դրսից ես արգանդը որ ներս չեմ մտցնելու լապարասկոպիկ հեռացնեմ, բացում եմ մի հատ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղությունները կարդում, տեսնում ինչպես են արգանդը հեռացնում հեշտոցից, տեսնում ինչքան հեշտ է այդ ամեն ինչը։ Ուրեմն բժշկության մեջ պիտի տեղը գտնես որտեղ ամեն ինչը կարդաս, որովհետև ես ցույց տալով չի։ Անորից եմ ասում, կան լավ բժիշկներ, որոնք չեն կարող քեզ բացատրեն ինչպես անես այդ վիրահատությունը։ Կարող է իրենք շատ լավ այդ ամեն ինչը տիրապետեն, ամեն մի տեսակ այդ հետսովետական տարածքում նենց կար որ կոնկուրենցիա չլինի, մենակ մենք կարողանանք անել գուցե այդպիսի բաներ, կամ մեր երկրում էլ դա կա մինչև հիմա, պիտի զգուշացնեմ, որ գիտելիքի պակաս չկա ժողովուրդ աշխարհով մեկ, գիտելիքը թափած է, գիտելիքից օգտվողներն են քիչ։ Այնպես որ ոչ մի բան ձեզանից հարցում են, դուք պիտի ուրախությամբ կիսվեք իրար հետ, որովհետև այդ գիտելիքը պահկված չի, թաքնված չի, այդ գիտելիքը ջերեսին է, ուղղակի պիտի օգտվեք, մարդիկ կան, ուղղակի տեղը չգիտեն, ցույց տվեք, գնան այդ գիտելիքներով օգտվեն։ Մի խոսքով վիրահատություն, որ սկզբից վիրահատություն պիտի անես, իհարկե պիտի փորձառու գինեկոլոգ լինի մոտդ, փորձառու գինեկոլոգ չունեմ, միայն ես եմ։ Երկրորդ պահը, որ ինչն է դժվար վիրահատությունները, ոչ թե վիրահատելն է դժվար, այ բարդությունները ժամանակին տեսնել ու կանխարգելել, ու եթե բարդություն ես ունենում, այդ բարդությունները բուժել։ Բարդությունը հեշտոցից արգանդը հեռացնելու դա միզուղիները կարող ես վնասել, մեկ էլ ուղիղ աղիքը, ես էլ երկու մասնագետ է, հիանալի մասնագետներ, մեկը շատ լավ ուրոլոգ, մեկը շատ լավ պրակտոլոգ, քիրուրգ, կողքս են։ Ես երկուսին վերցնում եմ, գնում եմ այդ արգանդը 20-30 րոպե հետևում, թե ինչքան այդ արգանդը հեռացնում։ Ու այդտեղից դա դառնում է իմ ամենասիրած միջոցը արգանդը հեռացնելու։ Ուզում եմ ասեմ, սա բժշկությունը 90, եթե 90-ից ոչ ավել, 90% ինքնաուսուցանում է, ինքնուս պիտի այդ ամեն ինչը կարդաս, սովորես, հետո նոր եթե հարցեր ունենաս, գնաս այդ կոնգրեսներին հարցը տաս, գնաս տեսնես այդ լսես մնացածներին, ինքնուրույն պիտի այս ամեն ինչը կարդաս ու սովորես։ Այսքանը նորից հորդորեմ մեր գինեկոլոգներին, որ արգանդը ամբողջ աշխարհով մեկ ընդունված է, որ հեշտոցից այդ ձեր փորձը շատացնեք, հեշտոցից արգանդը հեռացնել։ Ու չսպասենք միայն արտանկումների ժամանակ արգանդը հեշտոցից հեռացնել, հնարավորինս շատացնենք այդ վիրահատությունները, ոչ թե արգանդ հեռացնելը, մեր մոտ արդեն ասել եմ, արգանդ հեռացնելը ամենատարածված գործն է ամբողջ մեր հանրապետությունում։
Բայց եթե ցուցումներ կան, ապա փորձենք հեշտոցից արգանդը հեռացնել։ Այսքան այսօր մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։